Ինչպես գիտեք, քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը CSI-ը եւ քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը ACPR-ը այսօր կներկայացնեն կազմակերպությունների ուսումնասիրությունների արդյունքները Հայաստանում կրոնական ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ։ Նոյեմբերին CSI-ը իր պատվիրակությամբ փաստահավաք առաքելություն է իրականացրել Հայաստանի Հանրապետությունում, մասնակցելով նաև Հայաստանի Հանրապետության առաջին աղոթքի նախաճաշին։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև կալանավորված անձանց, ընտանիքների անդամների եւ նրանց փաստաբանների հետ։ Այս պահին Վաշինգտոնում ընթանում է կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովը եւ CSI-ի պատվիրակությունը կրկին վերադարձել է Հայաստան նոր փաստահավաք այցի նպատակով։ Պատվիրակությանը ուղեկցում է Շվեյցարիայի ազգային խորհրդի անդամ Էրիխ Մոնտոբելը, ով նույնպես ելույթ կունենա, սակայն բացման խոսքը ես ուզում եմ փոխանցել CSI-ի նախագահ դոկտոր Ջոն Էյբներին։ Thank you very much. I'm John Leibner, the president of Christian Solidarity International, otherwise known as CSI. Բարև ձեզ, ես Ջոն Այբներն եմ, քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության ղեկավարը։ CSI is a Christian human rights organization that campaigns on behalf of persecuted Christians, other victims of oppression, and for human dignity. Քրիստոնեական կազմակերպություն է մեծ կազմակերպությունը եւ արշավների կազմակերպում շահերի պաշտպանությունը իրականացնում հալածված քրիստոնյաների, ինչպես նաեւ մարդկային արժանապատվությունից զրկված այլ զոհերի համար. A bit louder, please. A bit louder. Thank you. That's much better. And I would also like to start by thanking the co-sponsors, the Armenian Organization for Political Rights, our distinguished moderator, Lika Tumanyan, and our outstanding translator, Grace Bardakian. Thank you very much for your support and help with this event. Թույլ տվեք սկսել նախ եւ առաջ շնորհակալություն հայտնելով մեր համահովանավորողներին, համակազմակերպիչներին, դրանք են այսօր մեզ հետ է ACPR-ի ղեկավարները այս ընկերությունը, քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը, Լիգան, որը բարում է այս կազմակերպությունը եւ թարգմանիչը Նայիրի Գրեյս Բարդակչյանը։ Շնորհակալ ենք, որ այսօր մեզ հետ եք։ Those of us from CSI and the Swiss parliamentarian Eric von Tobel are here to follow up on a previous fact-finding visit that we made in November regarding the crisis affecting the church-state relations in Armenia. CSI-ը, ինչպես նաև Swiss խորհրդարանը, շվեյցարական խորհրդարանի ներկայացուցիչը այսօր մեզ հետ Էրիկն է, եկել ենք հետևողական աշխատանք կատարելու մեր փաստահավաք աշխատանքի շարունակությունը որը տեղի ունեցավ նոյեմբերին։ Այստեղ ենք հասկանալու համար թե ճգնաժամը եկեղեցու եւ պետության միջև ինչպես է փոխվել։ And on this visit we've been able to engage with human rights activists and lawyers. Այս ընթացքում մենք հանդիպել ենք մարդու իրավունքների ակտիվիստների եւ փաստաբանների հետ։ We had a meeting with the Catholicos, His Holiness Garigan II at Echmiadzin. Կաթողիկոս Գարեգին II-ի հետ ենք հանդիպել Էջմիածնում Մայրաթորում։ We found him strong in faith, determined to fulfill his responsibilities to both the nation and his church. Տեսանք, որ նա ամուր հաստատուն կերպով վճռականությամբ լի կանգնած է պաշտպանելու իր ազգին, իր հոտին եւ կատարելու իր պարտականությունները։ And we also, just this morning, were able to visit Archbishop Bagrat Galstanian, who is in prison not very far from here in the National Security Prison. Այսօր առավոտյան նաև կարողացանք այցելել arczepiskopos Bagrat Galstanianin բանտում։ Նա այստեղից շատ հեռու չէ, ազգային ծառայության, անվտանգության ծառայության բանտում է։ It happens to be the same prison where his namesake, Archbishop Bagrat Vardazanian, was executed in 1937 by the Soviet authorities. Նույն բանտում էր, նույն բանտախցում էր, որտեղ հենց իր անունը կրող arczepiskopos Bagrat Vardazanian-ը, այնտեղ Vardazanian was the last name? Vardazarian, arczepiskopos Vardazarian-ը սպանվել է հենց այդ բանտում 1937 թվականին խորհրդային ուժերի կողմից։ But we are pleased to find him in good health, in remarkably good spirits, and well looked after. He has no complaints
about how he is treated in prison. Մենք շատ ուրախ ենք նրան տեսնելու քաջ առողջությամբ, տրամադրությունը բարձր, նա չի դժգոհում իր պայմաններից, նրան լավ հոգ են տանում։ In fact, the Archbishop told us that he felt it was a real privilege for him to serve his church and his nation as a prisoner. Իդեպ arczepiskopոսն ասաց մեզ, որ նրա համար մեծ շնորհ է իր ազգին եւ իր եկեղեցուն ծառայել բանտախցից։ And he's had a remarkable sense of optimism about how ultimately truth and justice and reconciliation will prevail in Armenia. Զարմանալիորեն նա խիստ դրական է տրամադրված, վստահ լինելով, որ վերջի վերջո ճշմարտությունը, արդարադատությունը եւ հաշտությունը գերիշխելու է Հայաստանում։ He delivered to us 2 letters. Նա մեզ 2 նամակ հաղորդեց։ One is addressed to the International Religious Freedom Summit, which is happening now in Washington, D.C. Մեկը ուղղված է միջազգային կրոնական ազատության վեհաժողովին, որ այս պահին տեղի ունենում Վաշինգտոնում։ And the second letter is addressed to Vice President J.D. Vance, who will be coming soon to Armenia and to Azerbaijan. Եվ երկրորդը ուղղված է փոխնախագահ J.D. Vance-ին, որը շուտով կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ I would like to take the opportunity to read to you the letter that was addressed to the summit. It's very similar to the letter that was addressed to J.D. Vance, but to share that with you in full at this time. Այս հնարավորությունն ուզում եմ օգտագործել ընթերցելու համար այն նամակը, որ ուղղված է վեհաժողովին, որը շատ նման է այն նամակին, որ ուղղված է փոխնախագահ Վանցին։ Ուզում եմ նամակը ձեր ուշադրությանը ներկայացնել։ So Archbishop Bagrat wrote, Dear Ambassador Brownback, dear International Religious Freedom Summit participants. Սրբազանը գրել է հետևյալը. Հարգելի դեսպան Brownback, հարգելի միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի վեհաժողովի մասնակիցներ։ I greet you from Yerevan Catron prison in the name of our crucified and risen Lord Jesus Christ. Ողջունում եմ ձեզ Երևանի կենտրոն բանդից, խաչյալ եւ հարուցյալ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ I regret that I cannot be with you in person as you campaign for freedom of religion and belief. Ցավում եմ, որ չեմ կարող անձամբ ձեզ հետ լինել այս ընթացքում, երբ դուք քարոզարշավ եք անցկացնում կրոնի եւ հավատքի ազատության համար։ But I am grateful to friends from Christian Solidarity International and the Swiss parliamentarian Eric von Tobel for the opportunity to communicate with you. Սակայն շնորհակալ եմ քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության ընկերներին եւ շվեյցարացի խորհրդարանական Էրիխ ֆոն Տոբելին ձեզ հետ շփվելու այս հնարավորության համար։ You are aware that not only I, but also 3 of my brother bishops, Mikhail Ayapanyan, Birtish Proshan, and Arshak Kachatarian, have been spied on, arrested, interrogated, slandered in state-sponsored media campaigns, and imprisoned on false charges. Դուք տեղյակ եք, որ ոչ միայն ես, այլև իմ 3 եղբայր եպիսկոպոսները, Միքայել Աջապահյանը, Մկրտիչ Պրոշյանը եւ Արշակ Խաչատրյանը լրտեսվել, ձերբակալվել, հարցաքննվել, զրպարտվել են պետության կողմից հովանավորվող լրատվամիջոցների արշավներում եւ բանտարկվել կեղծ մեղադրանքներով։ Other faithful clergy of the Armenian Apostolic Church have been threatened and abused, but have not yet been imprisoned. Հայ առաքելական եկեղեցու այլ հավատացյալ հոգեբարականներ սպառնալիքների եւ բռնությունների են ենթարկվել, բայց դեռևս բանտարկված չեն։ Among them is the head of our church, Catholicos Karekin II. Նրանց թվում է մեր եկեղեցու ղեկավար Գարեգին B. Կաթողիկոսը։ Prime Minister Pashinyan has publicly called him a threat to national security. Վարչապետ Փաշինյանը հրապարակավ նրան անվանել է ազգային անվտանգության սպառնալիք։ He faces an unconstitutional state-sponsored campaign to force him out of office and replace him with a politically pliable cleric. Նա բախվում է պետականորեն հովանավորվող հակասահմանադրական արշավի, որի նպատակն է նրան պաշտոն անկանել եւ նրան փոխարինել քաղաքականապես զիջող հոգեբորականով։ I am incarcerated today for a simple reason. Այսօր ես բանտարկված եմ մի պարզ պատճառով։ My offense is to speak an unwelcome truth to power in the nonviolent spirit of Martin Luther King Jr. Իմ հանցանքն այն է,
որ իշխանությանը ասում եմ անցանկալի ճշմարտությունը։ Մարտին Լութեր Քինգ կրտսերի ոչ բռնի ոգուն համահունչ։ That simple truth is that the Armenian Christian nation faces an existential threat. Այդ պարզ ճշմարտությունն այն է, որ քրիստոնյա հայ ազգը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև։ The Republic of Armenia was created as a secure homeland for the victims of the Armenian genocide and their descendants. Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է որպես անվտանգ հայրենիք հայոց ցեղասպանության զոհերի եւ նրանց սերունդների համար։ But the dictator of Azerbaijan, who calls Armenia Western Azerbaijan, seeks to turn Armenia into a vassal state, unable to protect the Armenian nation and its interests. Սակայն Ադրբեջանի բռնապետը, որը Հայաստանն անվանում է Արևմտյան Ադրբեջան, ձգտում է Հայաստանը վերածել անդեմ մի պետության, անկարող լինելով պաշտպանել հայ ազգին եւ նրա շահերը։ Azerbaijan is supported in this effort by Turkey, which is building a zone of influence stretching from the borders of Israel in the Mediterranean to the Caspian Sea. Այս ջանքերում Ադրբեջանին աջակցում է Թուրքիան, որը ստեղծում է ազդեցության գոտի, որը ձգվում է Իսրայելի սահմաններից մինչև Կասպից ծով։ A crucial part of this project is to rob the Armenian Apostolic Church of its ability to speak with an independent voice in society. Այս նախագծի կարևորագույն մասը հայ առաքելական եկեղեցուն զրկելն է հասարակության մեջ անկախ ձայնով խոսելու իր կարողությունից։ The Armenian Apostolic Church is a central pillar of the Armenian Christian nation. Հայ առաքելական եկեղեցին հայ քրիստոնյա ազգի կենտրոնական հենասյունն է։ For much of its history, it has been the nation's only unifying institution. Պատմության մեծ մասի ընթացքում այն եղել է ազգի միակ միավորող հաստատությունը։ It has survived wave after wave of violent persecution by the Ottomans, the Soviets, and Azerbaijan. Այն գոյատևել է բռնի հալածանքների ալիք առառիք հալածանքներին կարողացել է դիմանալ Օսմանների, խորհրդային ուժերի եւ Ադրբեջանի կողմից։ The world is well aware of the Armenian genocide and its brutal aftershocks. Աշխարհը քաջատեղյակ է հայոց ցեղասպանության եւ դրա դաժան հետևանքների մասին։ The most recent being the ethno-religious cleansing of Armenian Christians from Nagorno-Karabakh less than 3 years ago. Որի ամենավերջին դրսևորումն էր Լեռնային Ղարաբաղում հայ քրիստոնյաների էթնիկ կրոնական զտումը 3 տարուց էլ քիչ էր։ Today, Armenia's national church is again under assault. Այսօր Հայաստանի ազգային եկեղեցին կրկին հարձակման տակ է։ Azerbaijan claims that the Armenian Apostolic is an obstacle to peace and demands that, as a condition for peace, the Armenian state is rendered incapable of fulfilling its historic role in the life of the nation. Ադրբեջանը պնդում է, որ հայ առաքելական եկեղեցին խաղաղության խոչընդոտ է եւ պահանջում է որպես խաղաղության պայման հայկական պետությունը այն անկարող դարձնի եկեղեցուն կատարելու իր պատմական դերը այս ազգի կյանքում։ Throughout its history, there have always been Armenians, even clerics, who have become instruments for the persecutors of the church. Պատմության ընթացքում միշտ եղել են հայեր, նույնիսկ հոգևորականներ, որոնք գործիք են դարձել եկեղեցու հալածողների համար։ They have often done so in the name of peace. Նրանք հաճախ դա արել են խաղաղության անունից։ Quote, they say, peace, peace, when there is no peace. Նրանք ասում են խաղաղություն, խաղաղություն, երբ չկա խաղաղություն։ Such was the case in the time of the prophet Jeremiah, such is the case in Armenia today. Այդպես էր Երեմիա մարգարեի ժամանակ, եւ այդպես է իրավիճակը նաեւ այսօր Հայաստանում։ I ask you all to pray for me and the other clergy and supporters of the church who have been imprisoned in Armenia this year, and to encourage others to pray for us as well. Խնդրում եմ բոլորի աղոթել ինձ համար, ինչպես նաև եկեղեցու մյուս հոգևորականների ու կողմնակիցների համար, ովքեր այս տարի բանտարկվել են Հայաստանում, եւ խրախուսել հորդորել ուրիշներին նույնպես աղոթել մեզ համար։ I also urge the summit to put 3 requests to Vice President Vance as he prepares to visit Armenia and Azerbaijan. Նաև կոչ եմ անում վեհաժողովին 3 խնդրանք ներկայացնել փոխնախագահ Վենսին, ինչ նրանք պատրաստվում են այցելել Հայաստան եւ Ադրբեջան։
One, to make clear to the President of Azerbaijan and the Prime Minister of Armenia that the United States will not accept the continued persecution of the Armenian Apostolic Church. Առաջին, Ադրբեջանի նախագահին եւ Հայաստանի վարչապետին հստակ տեղեկացնել, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի հայ առաքելական եկեղեցու շարունակական հալածանքները. To tell both leaders to release their political prisoners, especially the 20 Armenians held hostage in Baku, and the 4 clergymen and their supporters of the church who are imprisoned in Armenia. Երկու առաջնորդներին էլ հորդորել ազատ արձակելու իրենց քաղբանդարկյալներին, մասնավորապես Բաքվում պատանդ պահվող 20 հայերին եւ Հայաստանում բանդարկված եկեղեցու 4 հոգեվարականներին եւ նրանց կողմնակիցներին. And lastly, to include the Mother See of the Holy Echmadzin as a dialogue partner in the Armenia-Azerbaijan peace process. Եվ վերջում Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ներառել, որպես երկխոսության գործընկեր Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում. Sincerely, with love and prayers, Archbishop Bagrat Galstanyan. Հարգանքներով, սիրով եւ աղոթքներով arczepiskopos Bagrat Galstanyan. And if I may take the liberty just to read really one sentence from the letter to J.D. Vance, which is not in the original letter, it's on the second page in the middle. Եվ եթե կարող եմ նաև փոխնախագահ Վենսին գրված նամակից մեկ հատված եւս ընթերցել. He says, you, Mr. Vice President, have rightly warned that the EU has been committing civilizational suicide by giving up Europe's Christian identity and opening its borders to those who do not share the values rooted in Europe's Judeo-Christian tradition. Can you repeat that? Could you go over one more time? Sure. You, Mr. Vice President, have rightly warned the EU that it has been committing civilizational suicide. Դուք պարոն փոխնախագահ իրավացիորեն իսկապես զգուշացրել եք, որ Եմեն կատարում է քաղաքացիական ցեղասպանական գործունեություն. By giving up Europe's Christian identity and opening its borders to those who do not share the valued roots in Europe's Judeo-Christian tradition. Բացելու սահմանները Եվրոպայի եւ ընդունելու այն ամենին, ովքեր չեն կիսում Եվրոպայի հրյա քրիստոնեական արմատներն ու արժեքները. This is precisely what the Armenian Prime Minister is engineering in Armenia. Հենց այս ամենն է, ինչ վարչապետը Հայաստանում կատարում է եւ ծրագրում է. And I thought it was appropriate to share literally word for word what the Archbishop sent a message to Washington. And I'm very happy, of course, to answer your questions and to get, if you're interested in the observations that we have made when we come to question and answer time. Հարիր համարեցի arczepiskopos-ի խոսքերը տարարտար ձեզ ներկայացնելը այն նամակը, որ ուղղված է Վաշինգտոնին, եւ մեծ սիրով ուրախ կլինեմ պատասխանելու հարցերին կամ անդրադառնալու այն դիտարկումներին, որ մենք արել ենք այս ամենի հետ կապված. Thank you, Mr. Eibner. Հիմա թույլ տվեք խոսքը փոխանցել քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի նախագահ համահիմնադիր Ռաֆայել Իշխանյանին, մինչ այդ մի կարճ տեղեկանք տամ։ ՔԻՀԿ-ն նոյեմբերին հրապարակել է հայերեն եւ անգլերեն զեկույց «Անարդարությունը Հայաստանում 2025 թվականի զանգվածային քաղաքական հետապնդումները» առաջին մասը։ Այս ասուլիսի ընթացքում մենք կանդրադառնանք Ռաֆայել Իշխանյանը կներկայացնի դա անգլերենով հաշվի առնելով արտերկրյա հեռարձակումը, բայց դուք կարող եք գտնել այս ամբողջ զեկույցը, նաև հայերեն կա եւ անգլերեն կա հրապարակված, այնպես որ եթե ունենաք հարցեր, կարող եք թե կարդալ ամբողջությամբ, թե դիմել արդեն Ռաֆայելին լրացուցիչ տեղեկությունների համար։ Թույլ տվեք թարգմանիչը մեկ շփկում մտցնի իր թարգմանության մեջ, նախորդ նախադասության մեջ ոչ թե ցեղասպան գործունեություն, այլ ինքնասպան գործունեություն. Just a correction on behalf of an interpreter regarding the previous rendition. Շնորհակալություն ու առաջի սկզբից եւին այդ ողջունում մեր գործընկերներին CSI-ից, Շվեյցարիայից, Գերմանիայից եւ նաեւ կարծում եմ որ համար կարեւոր է որ հավելյալ եւ մասնագիտացված ուշադրությունը այս խնդիրներին, այս քաղաքական հետապնդումների համատեքստում, որոնք անդրադառնում են եկեղեցու եւ առանցին նաեւ հոգեվորականների իրավունքներին ավելի մեծ ուշադրության կենտրոնում են դառնում եւ
բնականաբար միջազգային համապատասխանատվության հասնելու տեսակետից ավելի հեշտ է դառնում։ Ես կխոսեմ եւ հայերեն եւ մեր տեխնիկացի դիտողների համար զուգահեռ փորձեմ թարգմանել անգլերեն հիմնական հատվածները։ So greetings to our colleagues and thank you for keeping these issues your focus. I will try to be brief and I will simultaneously try to translate my part so our dear audition from other countries can get the idea of this campaign which brought us together in the end. Առաջին հերթին կարծում եմ երբ խոսում ենք, ես շատ խոսել եմ բնականաբար մարդու իրավունքների տեսակետից այստեղ, ամենակարևորը որ երբեք ավելորդ չի շեշտել, երբ խոսում ենք մարդու իրավունքներից, մենք խոսում ենք մի կողմից պետության մասին, այսինքն իդեմս իշխանության, բնականաբար, մյուս կողմից ու մասին որ տվյալ բանի խոսքը գտնում է։ Սա ինչի է այս բային կարևոր, որովհետև առկա իշխանությունների կողմից տարվող արշավը եկեղեցու եւ նրա սպասավորների աջակիցների դեմ շատ հաճախ մեկնաբանվում է որպես հակամարտություն երկու կողմերի, ինչը անխուսափելիորեն դնում է որոշակի հավասարության նշան, այսինքն մրցակցության, մրցակցայնության պատրանք է ստեղծվում, մինչդեռ դա բոլորովին այդպես չէ, մի կողմից պետությունը ունի ահռելի պետական ապարատ, համատության մեջ կարելի անվերջ լծակներ, ուժի կիրառման բացարձակ մենաշնոր, ուժային կառույցների գործողությունները կառավարելու ունակություն, այդ չեմ ասում անհատ աջակիցների մասին, որոնք հանրության մեջ տարբեր դիրքեր են գրավում եւ ունեն իրենց ազդեցությունը։ Մյուս կողմից եկեղեցին, եթե օրենքի կոնե տեսակետից նայենք, 4 օրենքի տեսակետից, դա ընդհանրապես մեկ միավոր կրոնական կազմակերպություն է։ Հետևաբար իշխանությունների կողմից տարվող այս արշավի համատեքստում չի կարելի դնել այդ հավասարությունը, նշանակում թույլ տան, որ դա ընկալվի այդպիսին, այն անվանելով երկու կողմեր, երկուսի մրցակցություն եւ այլն։ So initially this is not something new for no one, that when we speak about human rights, we understand from one part the state, the government, and from the counterpart will be whoever is at stake at the moment. And this is important to bear in mind for the reason that when the current campaign of the Armenian government against the church and its members is being interpreted as a competition, struggle of both parts, this inevitably puts a parity, a feel of equality, let's say competition between these two parts, these two sides, which is not the case for the reason that the state, the government, of course, it has immense resources, incomparable. The monopoly of coercion, the control over the law enforcement, agencies, and from the other part, legally speaking, we have single religious organization which lacks all of the tools and all the leverages we're talking about. So I think this is important to bear in mind that when we're talking about this campaign, we should not interpret it the way that there's a sense of parity between the two. Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը անցած տարի հրապարակել էր լիկանշեց մասին մեր եւ դեռ մինչեւ այս պահարով է ծավալում հրապարակում ուսումնասիրությունը, որը կոչվում է Անդարտարադատությունը Հայաստանում, մաս առաջին, որովհետև մենք հասցրեցինք ընդհանրապես փոքր մասացածրի դրանով, ծավալը հաշվի առնելով այս արշավի, այնտեղ կարճ ամփոփելով գնա, որովհետև դա հրապարակված է եւ հայերեն եւ անգլերեն լիկանշեց կարող եք բոլորը ծանոթանալ։ Մենք սկզբնակետ վերցրեցինք այս իրադարձությունների անցած տարվա մայիսին Բեռնում տեղի ունեցած կրոնական ազատության ժողովը, որը նախաձեռնվել էր Արգելական եկեղեցու կաթողիկոսի կողմից եւ դրա արդյունքում ժամաշողովի ընդունված բանաձևը, որը անդրադառնում էր Արցախահայերի հայրենադարձության իրավունքին, ինչպես նաեւ Բաքվում պահովողների ազատարձակման հարցին։ Սա աստորեն այն ցականն էր, ամենայն ասած տրիգերը, որը եւ սկիզբ հանդիսացավ ամբողջ այս արշավի, անմիջապես դրան հետևեցին, որոնց հիշում ենք վարչապետի ակնարկները եկեղեցիների ճանաչվածության վերաբերյալ, տիկնաշ կողմից պետոֆիլներ բառի օգտագործումը, հետագայում արդեն ավելի հարյուրախառը ակնարկներով
պատասխանելը եկեղեցու սպասավորների արձագանքներին եւ շարունակվելով արդեն աջակիցների, խմբերի, գործարար Սաղեր Կարապետյանն էր առաջին ազատազրկվողը, հետո սրբազան պայքար շարժումը իր անդամներով, Արաքացօրտի թեմը, Միջկայել arczepiskopos Աջապայանը, Արշակ arczepiskopos-ը եւ մինչեւ այսօր մենք տեսնում ենք այս ամբողջ շարժը եւ ծավալի մեծացումը, որի մասին նույնպես փոքր կխոսենք. So Armenian Center for Political Rights last year published its one of the to date largest publications reports, call it, about the initial phase of this campaign run by the authorities of Armenia, the government, which basically was triggered, as we think, from I don't want to mispronounce the name, International Conference on Religious Freedom held last year in Bern, initiated also by the Catholicos, which during the publication that contained remarks and calls about the right of repatriation of Artsakh Armenians and the release of Armenian hostages and prisoners from Baku. This was the trigger which brought to the campaign, which initiated the campaign, because immediately after it was followed by the remarks of the Prime Minister about the churches were turned into junk rooms, sorry for this, the remarks of his wife about chief pedophiles and even more profane, let's say, feedback on the criticism which was later from the members of the Apostolic Church. This was spiraled into the political campaign with the imprisonment of the supporters of the church, that is the businessman Karapetyan, later the group Holy Struggle, which was initiator of the 2024 protests, and other high-ranking clergy. Այս պահին, երբ որ մենք նայում ենք որտեղ հասել ծավալը արշավի, մենք տեսնում ենք ոչ միայն քանակական, այլ որակական ուրվագիծը, այսպես ասենք, եթե առաջին հայացքից, երբ որ մենք դիտարկում ենք, տեսնում ենք միջապողականության մեջ անցած տարի, որ իշխանության, այսինքն կառավարության, այսինքն իդեմս վարչապետի արշավն ուղղված առանձին գործիչների դեմ, քաղաքական գաղութանոթ ենք նաև կամ քաղաքական հայտ ներկայացրած, հետագա երկրորդ հարթության մեջ մենք տեսանք, որ դա արդեն ուղղված է եկեղեցու դեմ, երևի թե այն բայց կսած, երբ որ վարչապետը բերեց իր օրակարգում կաթողիկոսի փոխելու հարցը, եւ հիմա դա արդեն ավելի է տարածվում, երևի թե արդեն անդրադառնալով նաեւ հավատացյալների անհատական իրավունքների վրա, ելնելով նրանից, որ շատ կյանքի կարևոր հատվածներ սկսած ծնունդի, ամուսնության, հոգեբանության եւ այլ միջոցառումները ուղղակիորեն կապված են եկեղեցու գործունեության հետ, մանավանդ համայնքներում եւ տվյալ պայմաններում, երբ որ ունենում ենք եկեղեցու այսպես անվանենք դուրս եկած, հոգեվորականների հետ, բնականաբար խախտում է նաեւ այս կոնտեքստում անհատական կրոնական հավատքի իրավունքները. When we look at the campaign, we can view it from three different dimensions, and the first one was probably during the initial phases where we're witnessing coordinated, targeted attacks and persecution against specific people who had political agenda, let's say, differing from the one of the government. Later, it spiraled into the campaign against the church itself, probably from the moment that the Prime Minister brought up his so-called agenda of changing the Catholicos. And now we are witnessing the third dimension, which is already, it's starting to have effect on the rights, individual rights of the believers, since in many communities it can bring to a situation when some former or current priests changing their denomination, let's say their loyalty, are being, in that case, affecting on the religious and rights of belief of the individuals living in the community, since many aspects of the life are connected with the liturgy and the rights. Ընդհանրապես, երևի եթե հիմա ամփոփենք նորից մարտիրավունքների վերադառնանք տեսակետից, եթե բացենք որևէ միջազգային փաստաթուղթ, կոնվենցիա, դաշնակիր, որը Հայաստանը վավերացրել անցնենք մարտիրավունքների ցուցակով, հավանաբար արդեն չեն գտնի, կամ շատ դժվար կլինի գտնել մի իրավունք, որը չի սահմանափակվել, կամ չի
խախտվել իշխանությունների ոտնահարվել այդ բառն եք ընտրում արշավի ընթացքում բնականաբար առաջին ակնհայտ է դա անձնական ազատության արտադատականության իրավունքը մենք հիշենք որ կալանքները ուղղակի սովորական հաջող կիրառվող միջոցն են առանց մնացած հանգամանքների երբեմն առանց առհասարակ որևէ ինչ-որ հանցավոր արարքի ընդհանրապես ակնարկի պայմաններում արտադատականության իրավունքով տեսակետից մենք տեսել էինք նույն սրբազան պայքար շարժման անդամների գործում կեղծված փաստեր, մանիպուլացված, փոփոխված ծաղկալսումներ, որոնք բնականաբար ուղղորդում են մարդկանց ինչ-որ մոլորեցնում են ամբողջ հանրությանը, ստեղծելով պատկեր, որ խմբի անդամները ունեին նպատակ բռնություն կիրառելու մարդու նկատմամբ, մինչդեռ դա ամբողջությամբ հերքվում է ամբողջ համակարգային ուսումնասիրության արդյունքում, ինչպես նաև ոչ պակաս կարևոր համեղության կանխավարկածի ուղղակի բացարձակ անտեսումը այդ ողջ գործերի ընթացքում պետական պաշտոնյաների, ներառյալ նախարարների, պատգամավորների կողմից, երբ որ պիտակավորվում էին իրենք ահաբեկիչներ եւ կամ ավելի վատ բառերով. If we open any of the international conventions, documents, covenants which Armenia ratified about human rights and we go to the list, now it will be very difficult to find any which wasn't infringed during this campaign. Let alone start from the basics, the right to liberty and the free trial. We all remember that the pre-trial detention was the go-to measure adopted almost to everyone who went to these criminal charges. We remember the falsification of the evidence, the changing of these wiretaps, which would make an impression and misleading public that members of the Holy Struggle group were planning violence against a human, against a person, which was not the case. If we are looking systemically, they even were denouncing any type of civil disobedience actions which would may be interpreted this way. And we're not even talking about the presumption of innocence, which basically became non-existent for the state, since the labeling of the members of this group as terrorists or even worse is coming from the mouths of not only ministers, members of parliament, but the supporters, and basically rendering the presumption of innocence non-existent. Մենք կարող ենք հասնել սեփականություն իրավունքին արդեն, ինչ վերաբերում է եկեղեցու աշխարհում գտնվող եկեղեցիներին եւ դրանց տնօրինման հարցերին, երբ որ գալիս է այն միջոցառումները, որոնք կազմակերպվում են անձամբ վարչապետի կողմից եւ ոստիկանության միջոցով, այնտեղ կատարվում է իրենց միջոցառումը բնականաբար զրկելով եկեղեցուն տնօրինման իրավունքից, որը կապված է ուղղակիորեն սեփականության հետ. The next one, the right to property, if we're talking about the churches as buildings which been deprived, that the church has been deprived of the control when the prime minister is holding his events there, of course with the help of the law enforcement. Եվ շատ ուրիշ իրավունքներ ես փորձեմ ուղղակի ավելի կարճ որպես հնարավորություն տամ մեր գործընկերներին, կարծում եմ իրենց խոսքը այսպես ավելի կարևոր է. Մի կարևոր ուղղակի հատված շատ կուզեմ, որտեղ մենք վերջերս պատրաստենք դրա մասին նաև հայտարարություն անել, օգտագործելով առիթը հիմա անդրադառնանք, խոսքը վերաբերում է այն մեկնաբանությանը, որ դատարանները կարող են վերականգնել եկեղեցական պաշտոնում անձանց, ովքեր հեռացվել են տվյալ կրոնական կազմակերպության կանոնադրությանը եւ կանոններին համաձայն։ Մեկնաբանելով դա աշխատանքային իրավունքի ոլորտում այստեղ մեծ խնդիր է առաջանում, դրա մասին խոսենք։ Կարևորը այստեղ կարծիքով նա է, որ շատերի մոտ եղավ այս հարցը, ինչ իրավիճակ է սա, ինչպես լուծել, քանի որ երևի թե բարեբախտաբար Հայաստանը նման դեպք դեռևս չէր եղել, մենք չունենք դրա վերաբերյալ դատական պրակտիկա, այսպես դնենք։ Բայց դրա կարիքն չկա, որովհետև մենք ունենք այլ իրավունքի աղբյուրներ, որոնք նույնպես պարտադիր են Հայաստանի համար եւ կարող ենք ընդունել եվրոպական դատարանի անպատասխան որոշումները։ Մենք առանձնացնում ենք մի հատ բավական համանման իրավիճակների մասն է խոսքը, դա Սվято-Միխայլովսկա համայնքն ընդդեմ Ուկրաինայի 2007 թվականի գործն էր, որտեղ եվրոպական դատարանը ընդգծել էր, որ կրոնական կազմակերպության ներքին կառուցվածքը եւ անդամության վերաբերյալ կարգավորումները պետք է դիտարկել որպես գործիքներ,
որով տվյալ կազմակերպությունը իրականացնում է իր հավատի եւ կրոնի ազատության իրավունքը։ Այսինքն մենք այստեղ չենք խոսում բարձ աշխատանքային պայմանագրային հարաբերություններից, այս մարդկանց որևէ դիրքեր զբաղեցնելը կազմակերպության մեջ դա բխում է կրոնի ազատության իրավունքից։ Համանման ալեգորիա կարելի է անել, օրինակ իրավաբաններ տեղյակ կլինեն, երբ որ խոսում են աշխատանքային իրավունքներից պետական որոշ ծառայողների դեպքում, կա այսպես կոչված հավատարմության եւ վստահության պարտականությունը, որը տարբերակում է սովորական պայմանագրային աշխատողից, այսինքն պետական ծառայողները կամ հայցողական պաշտոնները, իրենք ավելի հակված են, ավելի զուսպ պետք է լինեն, դեպաբար ավելի շատ լծակ ունի իր վերադասը աշխատանքային պայմանագիրը լուծելու առումով, ինչը բնականաբար այս բaragայում այդպես չի կրոնական կազմակերպությունների մասով։ And the last, I don't want to take too long because I think it's more important for our colleagues to present theirs. But I want to touch upon briefly on a very recent case, which was the court order to restore in office, in religious office, past member of the Apostolic Church who was dismissed by the Catholicos. For many people it was confusion because we don't have the, and it's a good thing that we didn't have the practice of such cases. But there are many sources which can be referred to which are applicable in Armenian jurisprudence, which is at least the European Court of Human Rights addressed such situations in the past. And one of the cases is the Sviato-Mikhailovska Parafia versus Ukraine in 2007, which deals with a similar situation. And basically what the court says is that the religious organizations' internal structure and membership should be regarded as instrument to which it exercises the freedom of religion. So this is different from the contractual obligations between the employer and the employee. Similar parallels can be drawn with this famous duty of trust and loyalty for the state servants, which differs them from the contractual employees. So in this case, of course, there's no actual power to restore them when this is the internal matter of the religious organization. I will stop here and want to thank CSI and our colleagues from Switzerland and Germany again for holding these issues, their focus. This is very important, and I also want to thank our supporters because without you it's much difficult to do what we are doing. Շնորհակալություն եմ այդմոն կրկին մեր գործընկերներին եւ նաեւ մեր բոլոր աջակիցներին, որովհետեւ իրենց օգնությամբ մենք կարող ենք ավելի արդյունավետ գործել այս ոլորտում։ Ես փոխանցում եմ խոսքը։ Ես պատրաստում եմ խոսքը փոխանցել Շվեյցարիայի խորհրդարանի անդամ Էրիխ Բոնթովելին, կարճ ռեմարկ տամ։ Նա 2024 թվականին կայացված շարժման Շվեյցարիայի խորհրդարանի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի շվեյցարական խաղաղության նախաձեռնության հիմնադիրն է։ Նա համանախագահում է այս նախաձեռնությունը եւ հանձնաժողովը, որը իրականացնում է այդ աշխատանքները։ Այդ հանձնաժողովը կազմված է քաղաքական տարբեր 19 խորհրդարանականներից։ Ամենահետաքրքիր նկատառումը, որ մեզ համար կարևոր է, Շվեյցարիայի կառավարության իրավական տեսանկյունից Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ։ Եվ նրանք ձգտում են այս հարցը պահել ուշադրության կենտրոնում եւ լուծում առաջարկել, որը թույլ կտա ապահովել մարդկանց վերադարձի իրավունքը։ Նա կխոսի Լեռնային Ղարաբաղի համար Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնության եւ Հայաստանում իհարկե կրոնական ազատության վիճակի վերաբերյալ իր մտահոգությունների մասին։ Yeah. Dear members of the media. I'm pleased to be able to speak briefly to you here in Armenia as a Swiss parliamentarian. Շատ ուրախ եմ, որ կարող եմ գտնվել Հայաստանում այստեղ եւ հակիրճ մեկտեղությամբ հանդես գալ որպես շվեյցարացի խորհրդարանական։ Allow me to briefly look back. Թույլ տվեք արագ հետընթաց ակնարկ նետել։ In October 2024, I met with displaced people from Nagorno-Karabakh. 2024 թվականի հոկտեմբերին ես հանդիպեցի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ։ In Yerevan and asked them three key questions. Երևանում հանդիպեցի նրանց եւ նրանց հարցրեցի 3 հիմնական հարց։ First,
What happened in September 2023? Tell me. Առաջին, ինչ տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերին, ասացեք ինձ։ Second questions. What do you want now? Երկրորդ հարց, ինչ եք ուզում հիմա։ Third question. How could this goal be achieved? Երրորդ, ինչպես է հնարավոր հասնել այդ նպատակին։ Their clear proposal was Նրանց հստակ առաջարկը հետևյալն էր. a round table with Azerbaijan and Artsakh. Նրանց հստակ առաջարկը հետևյալն էր. կլոր սեղան Ադրբեջանի եւ Արցախի միջև, Under international observation. միջազգային կիզակետում։ At that meeting, I made a promise. Այդ հանդիպման ընթացքում ես խոստում տվեցի։ I told them I go back to Switzerland Ասացի, ես կվերադառնամ Շվեյցարիա and we'll try to do something. եւ կփորձեմ անել ինչ-որ բան։ Then, October 2024, I submitted the motion 24-45-59 Ապա 2024 թվականի հոկտեմբերին ես խնդրագրով դիմեցի թիվ 24-45-59 to the Foreign Affairs Committee, and the title was Peace Forum for Nagorno-Karabakh, enabling the return of the Armenians. Եվ վերնագիրն էր, ես այս խնդրագիրը ներկայացրեցի արտաքին գործերի նախարարություն եւ այս խնդրագրի վերնագիրն էր Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար, նպաստելով հայրին վերադառնալ։ The motion found a majority in the committee. Այս խնդրագիրը արժանացավ հանձնաժողովի մեծամասնության հավանությանը։ Then came the parliamentary decisions. Ապա եկան խորհրդարանական որոշումները։ In December 2024, the motion passed by the Swiss National Council. 2024 թվականի դեկտեմբերին խնդրագիրը անցավ շվեյցարական ազգային խորհուրդը։ In March 2025, the motion passed by the Council of States. Ապա 2025 թվականի մարտին արդեն մարզերի պետությունների խորհրդով այն անցավ։ So the result was the Federal Council is mandated to implement the motion. Ուստի արդյունքում դաշնային խորհուրդը կրում է մանդատը իրագործելու, կատարելու այդ խնդրագիրը։ Then 2 months later, in May 2025, a cross-party committee of 19 members of the National Council was established. 90 or 19 19. Այնուհետև 2025 թվականի մայիսին 2 ամիս անց տարբեր կուսակցություններից բաղկացած 19 տարբեր կուսակցություններից բաղկացած ազգային խորհրդով արդեն պետք է ներկայացվել եւ քննարկվել այս գործը։ The name of this committee is Swiss Peace Initiative for Nagorno-Karabakh. Այս հանձնաժողովի անունն է Շվեյցարական խաղաղության նախաձեռնություն Լեռնային Ղարաբաղի համար։ And the objective of this committee is to support the Federal Council in its peace efforts regarding Nagorno-Karabakh. Եվ այս հանձնաժողովի նպատակն էր սատարել դաշնային խորհրդին միջնակատարում է Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության այս նախաձեռնության իրականացումը։ Then the committee became active. Ապա հանձնաժողովն անցավ գործի։ Meetings with parliamentarians and or their offices in Washington, Berlin and in London. Սկսեցին հանդիպումներ կազմակերպել խորհրդարանականների հետ Վաշինգտոնում, Բեռլինում եւ Լոնդոնում։ And the side session at the UN Human Rights Council in Geneva. Ինչպես նաեւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի Ժնևում տեղի ունեցած հանդիպման կողմնակի երկրորդ այլ միջոցառում տեղի ունեցավ։ The goal of all the activities was, or serious, to bring the issue back onto the international radar. Նպատակը այս բոլոր գործողությունների հետևյալն էր եւ դեռ հետևյալն է։ Այս հարցը կրկին բերել միջազգային ուշադրության կիզակետ։ So why this matters? Ինչու է սա կարևոր։ In Armenia, one hears at the highest level, the case of Nagorno-Karabakh is closed. Հայաստանում բարձրագույն լսելի է հետևյալ հայտարարությունը. Լեռնային Ղարաբաղի գործը փակված է։
we see it differently. Մենք այլ կերպ ենք տեսնում իրականությունը։ As long as the displaced people have not returned to their homes, the case is not closed and cannot and must not be closed. Այնքանով որքանով որ տեղահանված անձիկ չեն վերադառնում իրենց տները եւ չեն կարողանում վերադառնալ, գործը փակված չէ եւ չպետք է փակված լինի։ The return of the displaced must be an integral part of a sustainable peace agreement. Տեղահանված անձանց վերադարձը պետք է կայուն խաղաղության համաձայնության անհագտելի մասը կազմի։ You know, in September 2023, the international community stated clearly that the great injustice, indeed even a crime, had occurred. 2023 թվականի սեպտեմբերին միջազգային համայնքը հստակորեն եւ պարզորոշ կերպով հայտարարեց, որ իսկապես անարդարություն եւ անգամ հանցագործություն է տեղի ունեցել։ And you know it, then came Gaza Եվ գիտեք, այնուհետև տեղի ունեցավ Գազան։ a month later, and the Մեկ ամիս were, անց։ and the media were from then on somewhere else. Եվ այնուհետև լրատվամիջոցները գնացին մի ուրիշ վայր։ And today we remind the international community of what it said in 2023. Այսօր մենք հիշեցնում ենք միջազգային համայնքին, ինչ ասացին նրանք 2023 թվականի սեպտեմբերին։ And we reminded that there is still a problem that needs to be solved. Հիշեցնում ենք նրանց, որ դեռ կա խնդիր, որը լուծված չէ։ So a personal note. Անձնական թույլ տվեք մեկնաբանություն։ Today we visited Archbishop Bagrat Golstanyan Այսօր մենք այցելեցինք arczepiskopos Բագրատ Գալստանյանին in prison and had a very moving and meaningful conversation. Ունեցանք բանտում շատ հուզիչ եւ իմաստալի հանդիպում։ On the issue of Nagorno-Karabakh, he told us something. Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված նա մեզ մի բան ասաց։ Continue. Շարունակենք։ And I promise you here and now, Եվ խոստանում եմ ձեզ, ահա այսօր այստեղ։ I and we will try to do what we can. Ես եւ մենք կփորձենք անել այն ամենը, ինչ կարող ենք։ The case is not closed yet. Գործը փակված չէ դեռ։ Thank you. Շնորհակալ եմ։ Thank you very much. Եվ հիմա արդեն թույլ խոսքը փոխանցել մեր վերջին խոսնակին։ Նա հանդիսանում է CSI Գերմանիայի գրասենյակի ղեկավար ներկայացուցիչը Հայր Պիտեր Ֆուքս, կաթոլիկ քահանա, CSI Գերմանիայի ղեկավար, նա կխոսի հայ եկեղեցու հետ էկումենիկ հարաբերությունների համերաշխության մասին, նաև գուցե փոխանցի նաև վերաբերմունքը Գերմանիայի քրիստոնեական արժեքների տրամաբանության ներքո Thank you very much. I'm very grateful that I can speak here because I'm really impressed by the role that the Armenian Apostolic Church is playing in safeguarding the Armenian identity, the identity of the nation. Շատ ուրախ եմ այստեղ այսօր գտնվելու մեծապես երախտապարտ եմ։ Ոգեշնչված եմ այն դերով, որ հայ առաքելական եկեղեցին կարողանում է կատարել պահպանելու եւ պահպանելու հայ ինքնությունը։ Christians in Germany have high esteem and many sympathy for the Armenian Apostolic Church, for the Christians here in Armenia. Գերմանիայում եկեղեցին եւ քրիստոնյաները շատ մեծ հարգանքով եւ կարեկցանքով եւ ապրմակցումով են մոտենում հայ առաքելական եկեղեցուն եւ քրիստոնյաներին այստեղ Հայաստանում։ And Christians in Germany, they have now at this moment rising concern about the situation of the Armenian Apostolic Church here in Armenia. Քրիստոնյաները Գերմանիայում հենց այս պահին այսօր մեծապես մտահոգված են իրավիճակով, որ տեղի ունենում հայ առաքելական եկեղեցու հետ Հայաստանում։ We hear about the persecution of the Armenian Apostolic Church. Մենք լսում ենք, որ հայ առաքելական եկեղեցին հալածվում է։ We hear and witness today
that bishops are in prison. Տեսանք եւ լսեցինք այսօր, որ եպիսկոպոսներ բանտարկված են։ And we see the attempts to restrict the autonomy of the Armenian Apostolic Church. Եվ տեսնում ենք հայրաքելական եկեղեցու ինքնավարությունը սահմանափակելու ջանքերը։ And we know very well that autonomy of the church is part of the human right of religious liberty. Մի փոքր կասեք ավելի բարձր խոսի։ Մենք նաև գիտենք, որ եկեղեցու ինքնավար լինելը դա մարդու իրավունքների եւ ազատության բաղկացուցիչ մաս է։ And that is the reason why we want to express our solidarity with the Armenian Apostolic Church. Այդ պատճառով մենք ուզում ենք մեր համերաշխությունը հայտնել հայրաքելական եկեղեցուն։ And please allow me to remember the visit of Pope Leo XIV to Turkey 2 months ago. Եվ թույլ տվեք այս բանին հիշել, երբ Հռոմի Պապ Լեոն 14 այցելեց Թուրքիա 2 ամիս առաջ։ He went there to remember, to commemorate the Council of Nicaea and the Creed of Nicaea. Նա այնտեղ էր հիշատակելու Նիկեական հանգանակը։ And he went to the Armenian Apostolic Patriarch to greet him. Եվ նա այցելեց հայրաքելական պատրիարքին, ողջույններ փոխանցելու։ And during this visit he expressed also his greetings and best wishes to Catholicos Karikin II, the Catholicos of all Armenians. Եվ այս այցի ընթացքում նա փոխանցեց իր ողջույնները ամենայն հայոց Գարեգիտ II կաթողիկոսին։ And the Pope, he underlined the ties of friendship between the Catholic Church and the Armenian Apostolic Church. Երբ Պապը ներկայացրեց, ընդգծեց հայրաքելական եկեղեցու եւ կաթողիկ եկեղեցու միջև ընկերական կապերը։ And I think it is really important to understand that these ties of friendship Կարծում եմ շատ կարևոր է հասկանալ, որ այս ընկերության կապերը so that these ties of friendship also include our solidarity with each other. Այս ընկերական կապերը խոսում են մեր համերաշխության մասին մեկս մյուսի հետ։ And that is the message that I bring from Germany, from the Christians in Germany. We want to stay in solidarity with the Armenian Apostolic Church. Այդ է այն ուղերձը, որ ես բերում եմ Գերմանիայից, Գերմանիայի քրիստոնյաներից ասելու, որ մենք համերաշխությամբ սատարում եւ աջակցում ենք հայրաքելական եկեղեցուն։ And we heard today, and that is the message that I will bring back to Germany, that this solidarity is more important than ever before. Եվ հենց այդ նույն ուղերձն եմ ինձ հետ տանելու Գերմանիա, որ առավել քան երբևէ համերաշխությունն է կարևոր։ Thank you very much. Շատ շնորհակալ եմ։